Հովանացային բարի երեգո հարկելու ընտիրներ Մարալ եւ ցանյարդավար Ժորժինան ցեզ հետեն Լիբանանահայ խմբերկային արվեստի հայդակրով, որ հիմնված է Ռուբինա Ալահայդոյան Արտինյանի պատրաստած համանուն քիրքին վրա։ Այսօրվա հետաքրքիր պիտի ներկայացնենք հնչագյան գուսակցության հովանավորած երգչախումբերեն եւ խմբավարներեն Օնիկ Ասադրյանը եւ Ալեմշահ երաժշտասեր միության Ալեմշահ երգչախումբը։ Հաջելի ումուտժամախտանքով Գասիմ Հայդակրի կորզատրության։ Օնիկ Ասադուրյան Հարազատոտ երաժիշտ մնե Օնիկ Ասադուրյանը, որ 20 տարեկանին սկսած է իր երաժշտական ասպարեզը իբրև երգչախումբի խմբավար Բեյրութի մեջ, ապա ավելի խորանալով իր ինքնաշխատությամբ ցերկցկած է երաժշտական բաշարը շնորհիվ իր ուսումնադենչ նկարագրին։ Անդարձած է նվագախումբի պնդրված լիբանանահայ ղեկավար միջազգային բեմերու վրա։ Օնիկ Ասադուրյան ծնած է Հունաստան 1924-ին համեստ ընտանիքի մահարգին տակ։ Դարիմը անց Օնիկին ընտանիքը կհաստատվի Բեյրութ, ուր անգստանա իր նախագրթությունը Սուրբ Նշան ազգային վարժարանի մեջ, ապա համազգայինի ջամարանի մեջ, ուր անգաշագերտ է երաժիշտ Համբարձում Բերբերյանին։ Փոքր դարիքեն հագում կցուցաբերե արվեստի, գրականության եւ մանավանդ երաժշտության նկատմամբ։ Դսկսի ճուտագի տասեր առնել, նաև տաշնակ նվակել սորվիլ հաջախագի ընդմիջումներով, տաշնակ չունենալուն պատճառով։ Երաժիշտ Հակոբ Իվեզյան երաժշտասեր Բադանիին կդրամատրե փոքրիկ երգեհոմը։ Բադանի Օնիկ մաս կգազմե Իվեզյանի եւ Գրիգոր Հակոբյանի սիրողական նվագախումբին իբրև ճուտագահար։ Ասադուրյանի նյութական դժվար պայմանները կստիպեն, որ լքե դպրոցը 14 տարեկանին եւ սկսի աշխատել։ Ան կգադարե թարգմանական աշխատանք, աստակ օրատերտի հերակիրները կթարգմանե, կաշխատի որպես երաժշտական թղթակից ֆրանսադար Լեժուր օրատերտին, ինչպես նաև կդառնա երաժշտական խմբակիր Լիբանանյան ռադիոգայանի ֆրանսական բաժնի մեջ։ Նույն ադեն կաշխատակցի անրուտ ֆրանսադար շաբաթաթերթին։ Բեյրութի մեջ հայ երաժշտության առաջին ռադիոհաղորդումները իր նախաձեռնությամբ եւ հայ արվեստագետուհիները աշխատակցությամբ կկազմակերպվին։ Օնիկ Ասադուրյան երաժշտություն ունընտրելու եւ երաժշտության ծանոթանալու իր նախնական պապակը գահակեցնե, մտիկ ընելով արժանտինյան տանգոներ գրամոֆոն ունեցող ասկագանի մդունը,
եւ այցելելով ցայնաբնակ ցախող օդի վաճառատունը դասական երաժշտություն ընտրելու 1936-ին, երբ Աշոտ Բաթմակյան Բեյրութ կժամանի առաջին անգամը լալով, Օնիկ հարմոնիի 2-3 տասկարն է անգե։ Իսկ 1937-ին 1939-ին Լիբանանի Պետական երաժշտանոցի մեջ Գաշագերդե երաժշտանոցի հիմնադիր դնորեն Վադիա Սաբրային անստական դասեր առնելով դեսական գիտելիքներու բազմացայնության եւ կոնտրփուանի։ Ան նաեւ ֆուգայի դասեր գարնե ֆրանսիացի երգեհոնահար Ռոբիարեն։ Օնիկ Ասադուրյան 1944-ին մուտք կգործե Բեյրութի երաժշտական կյանքի մեջ եւ կգազմե բազմանդամ երգչախումբը Կողտան անունով, որ գվայլե հայ մամնամարզական միության հովանավորությունը։ Այս երգչախումբը, որ 2 տարիներու իր քոյության ընթացքին համերգներ գուտա Բեյրութի եւ Դամասկոսի մեջ, մեներգիչ ունեցած է Էմանուել Էլմաջյանը։ Խումբը դված է բազմաթիվ համերգներ, որոնց մեջ հիշադակելի են 26 դեկտեմբեր 1945-ի երգչախումբ նվագախումբ համերգը, որ դեղի կունենա Սինե Ռեալտոյի մեջ բարձր հովանավորությամբ Կարեկին առաջին կաթողիկոս Հովսեփյանի։ Նաև ներքախտի վաղորդայնին անգղեկավար է սիմֆոնիկ համերգը 110 հոգինոց երգչախումբով եւ 45 հոգինոց նվագախումբով, որ դեղի կունենա Սինե օպերայի մեջ եւ որ գարժանանա մեծ հաջողության։ Սակայն ուսումնադենչ Ասադուրյան չի բավարարվիր այս հաջողություններով, միշտ հետամուտ իր երաժշտական ուսումը ավելի զարգացնելու, գորոնե միջոցներ Փարիզի մեջ մասնակցանալու։ 1949-ին 1950-ին բախտը կունենա ծանոթանալու Փարիզի Պետական երաժշտանոցի դնորեն Դելվենքուրին, որ կկաչալերը երդասարտին պապակը Փարիզ ուսանելու։ Նյութական պայմաններու չկողության պատճառով Օննիգին երազը հոց սկծնտի, սակայն անցև կգտնե եւ թղթակցությամբ կհետևի Փարիզի Պետական երաժշտանոցի ուսուցչապետ Լանթիեի եւ Ռիվիեի խմբավարության դասերուն, նաեւ Սորբոնի երաժշտագիտական դասերուն։
Օնիկ Ասադուրյան գշարունակե իր ասկանվեր երաշտական կորձունեությունը և 1952-ին 1955-ին գտարնա խպավարը լիպանանահայ մշակութային միության նախաձեռնությամբ կազմված որակավոր և մնայուն երգչախումբին։ Այս միությունը Գոմիդասի անվան իր սեփական ակումբին կամ մեծ սրահներու մեջ ունեցած է ընկերային, մտավորական և մշակութային պեղուն կորձունեություն, մասնավորապես երաժշտության, նկարչության, հայագիտության և գիտական ընդհանուր նյութերու նվիրված զրույցներով, դասընթացներով, համերգներով և դասախոսություններով։ Ասադուրյան գազմագերբած է նաև Լյումմենի երաժշտական կորձունեությունը և ելույթ ունեցած է հերթական ցերնակներով։ Օնիկ Ասադուրյան 16 տարեկանեն սկսյալ եղած է երաժշտության աշխատագետ լիբանանահայ մամուլին և ֆրանսադար թերթերու։ Ավելի ուշ անհոդվածները ստորագրած է նաև Փարիզյան մասնակիտական բարբերաթերթերու և Le Figaro օրաթերթի մեջ։ 1960-ին երբ կհիմնվի լիբանանահայ վերածնունդ միության հայ երգիչներու անսամբլը, Օնիկ Ասադուրյան մեծ ներդրում կունենա այս երգչախումբի կորձունեության մեջ իբրև արվեստի խորհրդատու և խմբավար։ Այսպես 1962-ին հայ երգիչներու անսամբլի հիմնադրության երկրորդ տարեդարձին արդիվ դրված բացարիք համերգը գլա խմբավարությամբ Օնիկ Ասադուրյանի և Տաշնագի ընկերակցությամբ Զվարթ Բուջիքանյանի և Ժան Հազարաբեդյանի։ Համերգը տեղի կունենա հաջորդական 2 օրեր շաբաթ 7 և գիրագի 8 ապրիլ 1962-ին երեկոյան ժամը 9-ին Կալուս Գյուլբենգյան հանդիսասրահի մեջ։ Հայդակրի էսկիզբը հայ երգիչներու անսամբլի ադենաբեդ Նիգողոս Հակոբյան կներկայացնե զեկուցում անսամբլի երգամյա կորձունեության մասին, որ մեծ երգչախումբը կկատարե Գոմիդաս ով մեծասկանչ տուլեզու, Գարամուրզա Կացեք տեսեք, Աղայան Գյուլիզար, Սաթյան Լուր կնած, Զաքարյան Բացվել է վարդը և Գանաչել են արդերը խմբերքները։ Ապա Անուշ օպերայի առաջին գործողութենեն հատվածը կներկայացվի գեղեցիկ խումբին և մետաղադարներու կատարմամբ Ժանետ Կույումջան, Անուշ, Սոսի Մինասյան, Անուշի մայրը և Արա Գիրագոսյան Սարո։ Հայդակի երկրորդ բաժինը կսկսի Ժանետ Կույումջանի մեներքով, Պուչինի Օ միո բաբինի քարո, ապա կշարունակվի զուգերքով Մասկանյի Կավալերիա Ռուստիկանայեն, զոր կկատարեն Սիրարփի Հակոբյան և Արա Գիրագոսյան։ Հայդակի վերջին բաժնով Փեմատրիչ Աշոտ Մադաթյան խոսք կառնե ներկայացնելով Դիկրան Չոհաջյան երաժիշտը և երգչախումբը կներկայացնի հատվածներ Չոհաջյանի Լեբլեբիջի հոր օպերետեն։ Այս համերգեն հազիվ 1 ամիս անց լիբանանահայ վերածնունդ միության գազմագերբությամբ հայ երգիչներու անսամբլը Դիկրան Չոհաջյանի ծննդյան 125-ամյակին առիթով կներկայացնի անոր Լեբլեբիջի հոր օպերա բուֆը 3 առար բեմադրությամբ պաստակավոր բեմադրիչ Աշոտ Մադաթյանի, որ անսամբլի հրավերով Բորիսեն Բեյրութ կժամանե բեմադրելու այս օպերետը, իսկ նվագախումբի երգչախումբի ղեկավարությունը Օնիկ Ասադուրյան։ Այս անախընթաց ներկայացումները տեղի կունենան 1 և 2 մայիս 1962-ին երեկոյան ժամը 9-ին Թեատր դու Լիբան շքեղ սրահի մեջ, բարձր հովանավորությամբ նորին վսեմություն Կամել Բեկալ Ասադի գրթական և գեղարվեստի նախարար։ Առաջին անգամ էր, որ Դիկրան Չոհաջյանի Լեբլեբիջի հոր աղան կներկայացվեր Լիբանանի մեջ, եւ առաջին անգամ էր, որ լիբանանահայ մշակութային գազագերբությունը ելույթ կուտար Մաամել Թեյնի ծովեզերիա բարձունքին վրա կառուցված Լիբանանի Գեղագերտ թատրոնի հանդիսասրահի մեջ։ Դիկրան Չոհաջյան 1837-ին 1898 այն հորինողն է, որ 1868-ին առաջին հայերեն օպերան Արշակ II-ը կստեղծագործե եվրոպական մեծ օպերայի օրինակով։ Չոհաջյանի ամենեն ժողովրդական գործը Լեբլեբիջի հորը հորինված 1875-ին առաջին անգամ ներկայացված է 11 հունվար 1876-ին Պերայի ֆրանսական թատրոնի մեջ աննախընթաց հաջողությամբ։
Բեյրութի մեջ ներկայացված Լևլևիջի հոր-հորի լիբրետոն գրած է Թակվոր Նալյան, իսկ թրքերենի հայերենի թարգմանած Աշոտ Մադաթյան։ Երգչախումբի 38 անդամներեն գործող անձերն են Սիրարփի Հակոբյան, Ժանետ Կույումջյան, Արա Գիրագոսյան, Թորոս Սպիդանյան, Մովսես Շիրիկյան, Սոսի Մինասյան, Սիրվարդ Սողիկյան, Ենով Կասպարյան, Դավիթ Վարժաբեդյան, Ռուփեն Աջեմյան, Միհրան Էլմայան, Ավետիք Իսահակյան եւ Անտրանիկ Ադամյան։ Այս անտիսության մասին Մասիսի թղթագիծը գկրե։ Գկովենք ազնիվ աշխատանքը նյության վարիչներուն, մասնավորապես Նիգողոս Հակոբյանի երկիչներու հույլի Ադենաբեդին, Տերագադար երկիչներուն, Աշոտ Մադաթյանի, Պեմատրիչին, նվագազուներուն եւ խմբավարին։ Կքնահատենք ընդունակությունները տենոր Արա Գիրագոսյանի, բաս Թորոս Սպիդանյանի, սոպրանո Սիրարփի Հակոբյանի, մեծո Սոսի Մինասյանի եւ մյուսներուն։ Գայտնենք մեր հիացումը Իլուր Դիկրան Չուհաջյանի երաժշտությամբ, գաստատենք լիբրետոնային բարձությունը։ Բայց այս կովկը, քնահատանքը, հիացումը, հաստատումը արկելքներ չեն, որ բարեկամապարտի դել դանք, թե ուղիղ համեմատություն չկար աշխատանքին եւ արդյունքի միջև, ընդունակություններուն եւ անոնց օգտագործումի միջև, երաժշտության եւ խաղաղանյութի միջև։ Իր եզրակացության մեջ հոդվածագիրը գկրե. Հայ երկիչներու հույլը անվհատ հարաճ թողնանի իր ազնիվ աշխատանքը, վայելելով վերածնունդ միության նյութական եւ բարոյական աջակցությունը, իհամտես տողբերը այնպիսի կերարվեստական հարթարանքներ, որոնց մեջ ագմպախ ըլլա ուղիղ համեմատությունը աշխատանքին եւ արդյունքի միջև, թողլավակույնս օգտագործե ընդունակությունները, սուր աչքերով եւ վսկայուն սրտով գադարե ընդությունները եւ անշեղ ընթացքով հասնի իր նպատակին։ Իսկ Արարատ օրաթերթի թղթագիծը գկրե. Ագմպախ ճշմարտություն մնե հայ երկիչներու անսամբլին հարաջուն վերելքը եւ նկատի ունենանք այն բարական, որ 1960 թվին հիմնված այս արվեստագիտական միությունը 2 տարվան ընթացքին ունեցավ խիզախ եւ ծավալուն գործունեություն։ Արվեստի ձիրեններս երկար ճանապարհ գտրեց անգար ժամանակամիջոցի ընթացքին եւ հատկապես գեղարվեստական հաջախագի ելույթներով հանդես գալեյետ 1961 թվին իր մասնակցությունը բերավ Բալբեկի արվեստի միջազգային փառատոնին, զոր այդ օրերուն նշեցինք արտագաղթ խանդավառությամբ։ Իսկ Տիկրան Չուհաջյանի այս երաժշտական ստեղծագործության ներկայացումը ուղղակիորեն հայկական արվեստի փառատոն մի եղավ։ Քնահատելով եւ շնորհավորելով հանդերձ հայ երկիչներու անսամբլը իր այս նախաձեռնության համար, բարդ կսկանք շեշտելու նաեւ այն իրողությունը, որ ավելի երկար ժամանակամիջոցի ընթացքին եւ շարունակական փորձերու կատարումով արվեստագիտական այս կազմակերպությունը գրնար ավելի փայլուն հաջողություն ցերծել Տիկրան Չուհաջյանի օպերայի ներկայացման գործըններս։ Ասոր համարալ անկամի համար եւս կստիպվենք ընդգծել այն ճշմարտությունը, թե լիբանանահայ մշակութային գազམ་ագերբություններու մոտ մրցակցության եւ նախանցի չար ոգին պետք է վերածվի արվեստի ձիրեններս զիրար կերազանցելու ազնիվ եւ ասպետական ըսկացումի։ Օնիկ Ասադուրյան 1962-1963 դարեշրջանին իր երթը կշարունակե եւ երազներու իրականացման հույսի նշույլը կսկսի շողալ, երբ անգարելիություն ունենա մեկնել Փարիզ ու Լանդիեի հետ շարունակել դասընթացները եւ վգայվել հարմոնիի, ֆյուգիի եւ կոնտրպուանի մեջ, Սորբոն համալսարանի մեջ հետևել երաժշտագիտության, խմբավարության առաջին դասեր առնել Էժեն Բիգոյեն եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարութենեն արտոնությունը ստանալ Փարիզի օպերայի եւ երաժշտական այլ հիմնարկներու փորձերուն ներկա գտնվելու։ 1963-ի մայիսին որպես դիպանանցի պատգամավոր անգմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի մեջ կազմակերպած կոմպոզիտորներու ամբիոնի դարեգան համակոմարին։ Ասադուրյան 1964-ին Վիեննայի մեջ կհետևի խմբավարության դասերու եւ 1965-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի ամառնային հիմնարկի մեջ երամսյա խմբավարության դասեր գարնե Զվարովսկիեն։ Ասադուրյանի խմբավարական արհեստավարժ գործունեությունը 1965-ին հետ կսկսի միջազգային ոլորտի մեջ։ Անգը հրավիրվի ղեկավարելու Եվրոպայի 90 հոգինոց ֆիլարմոնիկ նվագախումբեր զանազան մայրաքաղաքներու մեջ՝ Նիս 1965, Վարշավա 1967, Բուդապեշտ 1968, Դարձյալ Վարշավա եւ Բերլին 1970, Մոսկվա, Բաքու եւ Երևան 1972, Երևան, Կազան, Ուլինովսկ
եւ Դիմիտրովգադ 1974, Չեխոսլովակիա 1977, Խարկով, Կազան եւ Երևան 1978, Երևան, Լվովիվ եւ Մինսկ 1983։ Օնիկ Ասադուրյան խմբավարի արտասահմանի մեջ կատարած համերգային շրջաբուդույթներուն արձանագրած է Բեյրութի դեղական եւ ֆրանսադար մամուլը, մասնավորապես La Revue du Liban շաբաթաթերթի երաժշտական ֆրանսացի քննադատ Մարկ Հանրի Մենգի իր երաժշտական կյանքը սյունագի մեջ մանրամասն հոդվածներով նկարագրած եւ գնահատած է լիբանանցի խմբավար Ասադուրյանի արձանագրած հաջողություններուն թողած բադվապեր դպավարությունը լիբանանցի երաժիշտին եւ Լիբանանի մասին, ստեղծելով բարեպեր մշակութային հարաբերություն Լիբանանի եւ օտար երկիրներու մեջ։ Լիբանանի երկարադեպ քաղաքական պատերազմը դժբախտաբար գխոչընդոտե Օնիկ Ասադուրյանի խմբավարական ասպարեզը։ Անգը գործընծնե դան աբահով երթիկը եւ սիմֆոնիկ համերգներու պեմահարտակները, սակայն գշարունակե երաժշտական մասնակիտական հոդվածները ստորագրել մամուլի մեջ եւ գաշխատակցի 1990-ին լույս տեսած Շիրակ ընթարցակ երկարանի աշխատանքներուն, գդարելով նոտագրությունները, ցայնակրությունները, սրբակրությունները, դասավորումներ եւ բացադրական նոթերը յուրաքանչյուր բաժնի։ Հոնգը գտնվի իր հորինած անդարին երկը, խոսք Սարմեն։ Օնիկ Ասադուրյան իր մահկանացուն կգնկե Բեյրութի մեջ 2001-ին։ Այժմ պիտի ներկայացնեմ Ալեմշահ երաժշտասեր միության Ալեմշահ երգչախումբը։ Աշակ Կալաջյանի նախաձեռնությամբ 1955-ին կգազմվի Ալեմշահ երաժշտասեր միությունը, որ 1956-ին կհիմնի Ալեմշահ երգչախումբը, խմբավար ունենալով նույն ինքն Աշակ Կալաջյան ինքնուս երաժշտասերմը, որուն միակ նպատակն էր ծառայել հայ արվեստին։ Արարատ օրաթերթի տխտագիծը Ալեմշահ երգչախումբի առաջին համերգին արդիվ երգչախումբի ծննդոցի մեջ կգրե։ Աշխատանքը այնքան էլ հեշտ չեղավ այսօրվան հասնելու համար։
Ան դարավալից երկունք ունեցավ, խիստ դժվարին ուղիներ անցավ, բարագդիչ դարեր արվեստական փոթորիկ եւ խոչընդոտները ստեղծեցին զայն իր սաղմի մեջ խեղդելու նենկամդությամբ։ Սակայն արվեստի հանդեպ պաշտամունք եւ աննահանջ գորով գրցան հաղթահարել ամեն ցևի արգելք, որովհետեւ մենք ունենայինք Ալեմշահ երգչախումբը։ Երաժշտասեր 60-ի մոտ բարմանուհիներ, որոնց մեջ շատերը սկսնակ երկողներ, կխմբվին Արշակ Քալայջանի շուրջ եւ կսկսին շաբաթական երկու փորձերու Սուրբ Գևորգ եկեղեցվո սրահի մեջ։ Երկու տարիներու համար ջիկեն եւ աշխատանքեն յետ Ալեմշահ երգչախումբը Արշակ Քալայջանի խմբավարությամբ 27 ապրիլ 1958-ին առաջին համերգով կներկայանա Սեն Ժոզեֆ համալսարանի հանդիսասրահի մեջ։ Հայդակիրը պաղկացած է զուտ հայերեն երգերը։ Ալեմշահ, իմ հերավոր հայրենիք, մեր բարդիզում, հունցք, Գոմիդաս, Սարևի վրով կնած, Հոյնազան իմ ախմարալջան, Ալթունյան, Պամբագի երգ, Սյունի, Վուշ, Բերբերյան եւ ուրիշ երգաններու խմբերքները, որոնք կստեղծեն խանդավառ մթնոլորտ։ Միշնարարեն յետ Էլիս Սաշջան իր մենեքներով կհմայեն երգաները, երգելով Ալեմշահ, Իղծ, Գոդոյան, Լիրիկական եւ Զաքարյան նոր Երևան երգերը, Տաշնակի ընկերակցությամբ Զվարթ Բուջիքանյանի։ Երգչախումբի մեներկողներն են Վարդան Չարыкյան, Արփինե Հոպալյան եւ Տրֆանդա Խաչիկյան։ Արարատ օրաթերթի տխտագիծը այս համերգի մասին կգրե։ Այս երգչախումբը իր առաջին հրաբարական ելույթով անագնգալ մներ մեր երաժշտասերներուն։ Ցարտ երկուն ցանոթ երաժշտասերներ Գանաչյանի, Կուսանի եւ Բերբերյանի նայրին հրաբուրած են, իսկ այժմ երրորդ հրաբարակ կուկար Արշակ Քալայջանի ղեկավարած Ալեմշահը։ Նորություն մներ կաղութի համար, բայց ուներ անսպար գորով եւ բարձրության մահացնելու ցկդում միակ նպատակ ծառայել հայ արվեստին։ Ժողովրդին փուն պապակին ընտարաչելով Ալեմշահ երգչախումբը երկրորդ համերգ կներկայացնե ջոխացած նոր երգերով 18 մայիս 1958-ին Սահակյան սրահի մեջ։ Ալեմշահ երգչախումբի հաջորդ դարեգան համերգը դեղի կունենա գիրագի 31 մայիս 1959-ի երեկոյան ՅՈՒՆԵՍԿՕ սրահի մեջ, մասնակցությամբ 70 անդամներու։ Հայդակիրը կպաղանա զուտ հայերեն խմբերքները, զուկերկե եւ մենեքները։ Գոմիդաս Քարունա եւ Սարերի վրով կնած, Սատյան աղբյուրի մոտ, Գարամուրզա Ալակյազ, Ալթունյան Գենաց երգը եւ Պամբագի երգը, Մելիքյան Բիլիպի, Ալեմշահ Աղջիկ Յարջան, Բերբերյան Հոյնար, Զաքարյան Նոր Երևան եւ խմբավար Արշակ Քալայջանի հորինած խմբերքը աննմանյար։ Մեներկիչներն են Էլիս Տաշջան, որ կգադարե 3 մերերքներ, Աղբյուրի մոտ, Հայ Աղջիկ եւ Կանցերունեմ, Չարыкյան, Վեհանուշ Խանջահանյան, Մինաս Սոլակյան եւ Նինա Խաչիկյան, խմբերքներուն եւ մեներկողներուն գնգերակցի Տաշտագահարուի Զվարթ Բուջիքանյան։ Այս համերգի մասին Արարատ օրաթերթի տխտագիծը կգրե։ Արշակ Քալայջան մինե աներդասարտներեն, որոնք արվեստի մարզեն ներս մտնելով գար ժամանակամիջոցի մեջ մեծ ոստումներ գարցանակրեն, իրենք բարդատրելով բոլորին։ Արշակ Քալայջան իր այս երկրորդ հրաբարագային դարեգան համերգով բազմահարյուր հանդիսականներու ներկայության տվավ ապացույցը իր արվեստագետի անուրանալի խառնվածքին ու պատրաստության։ Ալեմշահ երգչախումբի դարեգան սույն համերգը կնկատենք հաջող ցերնարգմը, որուն համար կշնորհավորենք երդասարտ ղեկավար Արշակ Քալայջանը, մաղթելով, որ իր արվեստը օժդե բացարիք հարաշտիմություններով։ Արշակ Քալայջան իր ղեկավարած Ալեմշահ երգչախումբով իր մասնակցությունը կբերե Աշոտ Բատմակրյանի երաժշտական ասպարեզի 40-ամյակի հոպելենական անտիսության, որ դեղի կունենա 30 հունվար 1960-ին Կոլեջ դե լա Սալի մեջ։ Այս մասին Արարատ օրաթերթի տխտագիծը կգրե։ Միացյալ երգչախումբը ղեկավարությամբ Արշակ Քալայջանի բացավ հայդակի երկրորդ բաժինը։ 75 հոգինոց երգչախումբին երևումը խորաբես տպավորիչ էր։ Քալայջան ունի ղեկավարելու մասնավոր հատկություն, հեղինակավոր գերբով ղեկավարեց Հարալե եւ Թութուլ խմբերքները։ Դժբախտաբար Արշակ Քալայջան իր ունեցած բոլոր հատկություններով հանդերձ չի դիմանար երգչախմբային արվեստի մեջ հարադևելու մարտահրավերին։ Ան կտատրեցնե իր խմբավարական գործունեությունը եւ կկախտե Միացյալ Նահանգներ։ Ալեմշահ երգչախումբը այսպիսով գլուծվի։
Հարգելի ունգընտիրներ, այսպիսով վերջ կգտնե մեր այսօրվան Լիբանանահայ խմբերքային արվեստահայդակիրը, որ գնաք դարձյալ ունգընտրել այցելելով Վանացայինի գայքեջի արխիվներու բաժինը։ Դարձած հետ կլանք առաջիկա 5 շաբթի երեկոյան ժամը 5-ին։ Ցտեսություն։